2 միլիարդ 15 միլիոն դրամ 17 համայնքի 23 ծրագրի համար։ Գործադիրը քննարկում է համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, զեկուցում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ 1 ծրագիր 240 միլիոն դրամ, Արարատի մարզ 2 ծրագիր 370 միլիոն դրամ, Արմավիրի մարզ 3 ծրագիր 113 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ 7 ծրագիր 1 միլիարդ 85 միլիոն դրամ, Կոտայքի մարզ 1 ծրագիր 54 միլիոն դրամ, Շիրակի մարզ 4 ծրագիր 156 միլիոն դրամ, Սյունիքի մարզ 1 ծրագիր 7.6 միլիոն դրամ, Տավուշի մարզ 4 ծրագիր 127 միլիոն դրամ։ Փաշինյանը նախ թվարկեց, թե որ համայնքում ինչպիսի աշխատանքներ են նախատեսվում, ապա դիմեց նախարարին։ Ինչքան հասկացա, այստեղ վերջին հատվածում գույքի ձեռքբերման խնդիրը պետք է լուծենք, հա թե։ Հիմնական հատվածում բանվարչապետ։ Շատ լավ։ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նաև կառուցվող կամ վերանորոգվող ճանապարհների շինարարական աշխատանքներին ընդգծեց, որ այդ գործընթացում պետք է հաշվի առնել նաև որակական ցուցանիշը։ Նախագծին հավանություն տալուց հետո կառավարությունը քննարկեց բուսաբուծության աջակցության 2025-ի ծրագիրը։ Բուսաբուծության աջակցության 25 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, մասնավորապես աշնանացան գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակաճար, հատիկանդեղեն, ոլոր լոբի, ոսպ սիսեր եւ կերային մշակաբույսերի առույթ կորնգան կերի ճակնդեղ մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարի ցանքի, բերքահավաքի եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Գերատեսչության ղեկավարը փոխհատուցման կարգն է ներկայացնում։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով աշնանացան ցորենի մշակության համար 1 հեկտարի մակերեսով 80,000 ՀՀ դրամ, որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ օրինակ վարձանք, բերքահավաք եւ սերմի արժեքը մոտավորապես 160,000 դրամ արժեք է կազմում։ Գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակության 1 հեկտարի մակերեսի հաշվով 70,000 դրամ, եգիպտացորենի դեպքում 85, հատիկանդեղենի դեպքում 100,000 դրամ, կերային մշակաբույսերի դեպքում 110,000, կերի ճակնդեղը 80,000։ Փաշինյանն անդրադարձավ ցավոտ խնդրի, ըստ գործադիրի ղեկավարի, կառավարությունն ամեն ինչ անում է գյուղացիներին աջակցելու համար, բայց նրանք չեն ուզում հող մշակել։ Մենք ասում ենք, բայց չէ որ կառավարությունը 100,000 դրամ, ասենք տալիս է, ինչի համար է 100,000 դրամ տալիս, ասենք հատիկնդեղենի մշակաբույսի համար, Արարատյան դաշտի հող, բերի հող 100,000 դրամ տալիս է։ Մարդը ասում է, հա, բայց 170,000 դրամ պետքա բան անեմ, ծախսեմ այնտեղ, որ հողը մշակեմ։ Ասում եմ, հա, կառավարությունը 100,000 դրամ տալիս է։ Ասում է, հա, բայց ես այդ 170,000 դրամը չունեմ։ Ոստեղ խոսակցությունը կանգնում է։ Նախարար Պապոյանը փորձում է վարչապետին համոզել, որ առաջարկվող ծրագիրն արդյունավետ է։ Պարոն վարչապետ, ինձ թվում է, այս ծրագիրը հենց նաև այդ մարդկանց համար է եւ բավականին հնարավորություն կտա, եթե թույլ տաք ներկայացնեմ ինչու։ Որովհետեւ իրենք իրականում շատ մեծ ներդրումներ չեն կարող անել, բայց այս ծրագիրը այդ փոքր ներդրում է պահանջում։ Ձեր նշած 1 հեկտար հողի պարագայում իրանք ընդամենը մինչև 200,000 դրամ ներդրում են անելու եւ ստանալու են ծախսերի։ Պարոն Պապոյան, ասում եմ, ես չունեմ այդ 200,000 դրամը, դուք ասում եք ներդրում են անելու։ Չունի, մարդը ասում է չունի։ Ասում է, կարաս պատկերացնես, պարոն վարչապետ, տենց իրավիճակ, որ չունի մարդը 200,000 դրամ։ Կարաս պատկերացնես։ Ասում եմ, այո, կարամ պատկերացնեմ։ Ասում եմ, չունեմ այդ 200,000 դրամը։ Ասում եմ, գնա վարկ վերցրու, ասում եմ, սև ցուցակում եմ, չեմ կարող վարկ վերցնեմ։ Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթության ուսուցում ստացողներն ու բուհերում սովորողներն ու աշխատողները կստանան աջակցություն, եթե որպես փոխադրամիջոց նախընտրեն հեծանիվը։ Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում ներկայացնում է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման եւ երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող եւ լիցենզավորված
բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով։ Նախատեսում ենք, որ վարկի գումարը կարող է լինել մինչև 300,000 դրամ, որը մեր վերլուծություններով միանգամայն բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվ ձեռք բերելու, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար։ Այսինքն քանի տոկոսն ենք մենք սուբսիդավորում, տիկին։ 16% է տարեկան դրույքաչափը եւ այդ ամբողջ հատվածը սուբսիդավորվելու է։ Այսինքն զրոյացնում ենք տոկոսը։ Այո։ 2025 թվականին ծրագրի շրջանակներում կտրամադրվի օժանդակություն 500, 2026-ին 1000 եւ 2027 թվականին 1500 նոր շահառուների։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։